Ավելի ու ավելի շատ հնդիկ ուսանողներ են սովորում Գերմանիայում, որոնց գրավում են կարիերայի հնարավորությունները այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են Mercedes-ը, Siemens-ը և SAP-ը։ Նրանք հույս ունեն, որ որակյալ կրթությունը կբերի կարիերայի առաջընթացի, սակայն շատերը վերջում հիասթափվում են։ Եթե մտադիր եք գալ Գերմանիա, մի կարծեք, թե հեշտ է լինելու։ Իրականում պետք է մի ամբողջ տարի պայքարեք տեղավորվելու և մշակույթին ինտեգրվելու համար։ Ես պատկերացնում եմ, որ իմ համալսարանը բոլոր առումներով ավելի լավը կլինի, քան Հնդկաստանի համալսարանները։ Կրթության արժեքը մոտ 25,000 եվրո է, բայց այն չի համապատասխանում իր գնին։ Թանկ կրթությունից մինչև անշարժ գույքի անբարեխիղճ գործակալներ, մինչև շահագործող աշխատանքներ, այս գերմանական երազանքը իր գինն ունի։ Ամյա Չիրակ Էսրանին Հնդկաստանի հյուսիսից է։ Նա ունի բիզնեսի կառավարման բակալավրի աստիճան և նախկինում իր հայրենի քաղաքում ղեկավարել է համեմունքներ արտադրող փոքր ընկերություն։ 2022-ին արտերկրում սովորելու մասին գովազ տեսավ և որոշեց Գերմանիայում ստանալ միջազգային կառավարման մագիստրոսի աստիճան։ Կարծում էի, որ Գերմանիա գալը կօգնի ապագայում զարգացնել իմ բիզնեսը, ավելի շատ կապեր ստեղծել ոլորտում և աճել մասնագիտական առումով։ Մեթյու Պաուլոչյանը Մումբայից է և նույնպես եկել է Գերմանիա սովորելու։ 2024-ին նա սկսեց ուսումնասիրել առողջապահության կառավարման մագիստրոսական ծրագիրը Բեռլինում։ Սկզբում Մեթյուն նախատեսում էր մեկնել Կանադա, բայց տեսավ, որ Գերմանիան ունի որոշ առավելություններ։ Ես մտածում էի, որ գուցե լեզու սովորելը ավելի դժվար կլինի ինձ համար, բայց ուսման վարձը ավելի ծանր է։ Ասացի լավ, կփորձեմ։ Եթե Բեռլինը կամ Գերմանիան ինձ հնարավորություն տա անկախ ոլորտից, ես կգնամ այդ ճանապարհով։ Upgrade-ի նման գործակալությունները Գերմանիան ներկայացնում են որպես երազանքի երկիր, առցանց հավաքագրելով երիտասարդ հնդիկներին։ Նրանք խոստանում են միջազգային կրթություն և կարիերայի հնարավորություններ գերմանական ընկերություններում։ Կազմակերպում են համալսարան ընդունվելու հայտերն ու վիզաները, բարձր վճարների դիմաց։ 2023-ին Գերմանիան Հնդկաստանի հետ ստորագրեց միգրացիոն համաձայնագիր, հեշտացնելով մասնագետների և ուսանողների մուտքը երկիր։ Սա պատճառներից մեկն է, որ վերջին տարիներին Գերմանիայում հնդիկ ուսանողների թիվը կտրուկ աճել է 2025-ին հասնելով մոտ 60,000-ի։ Նրանք կազմում են օտարերկրացի ուսանողների ամենամեծ խումբը։ Նրանց փորձը ուսումնասիրում են հետազոտողները, ինչպես Աջու Ջոնը Բեռլինի Հոմբոլդտի համալսարանից։ Նա նաև խորհրդատվություն է տրամադրում արհմիություններին և քննադատում է նրանց, որոնք շահույթ են ստանում օտարերկրյա ուսանողների հաշվին։ Խնդիրն այն է, որ Հնդկաստանում բավարար տեղեկատվություն չկա, և այս տեղեկատվական վակուումում տարբեր ձեռնարկատերեր կարողանում են շահույթ ստանալ։ Գերմանիայի պետական համալսարանում ուսման վարձը շատ ցածր է, բայց այնտեղ ընդունվելը դժվար է։ Այդ պատճառով հնդիկ ուսանողների մոտ 1/4-ը ընտրում է մասնավոր համալսարաններ։ Դրանք ունեն ընդունելության ավելի ցածր պահանջներ, ոմանք պետական հավաստագիր չունեն, հաճախ թիրախավորում են հնդիկներին սոցիալական ցանցերի միջոցով։ Մասնավոր համալսարանները նախատեսված են այն երիտասարդ հնդիկների համար, որոնք ուզում են տեղափոխվել Արևմուտք։ Դրանք միաժամանակ և փրկություն են և խեղդող օղակ։ Այդ համալսարանները հնդիկներին տալիս են միգրացիայի հնարավորություն, որի այլընտրանք նրանք չունեն, բայց նաև շատ լավ հասկանում են, որ այդ ուսանողները հայտնվելու են չափազանց բարդ վիճակում։ Չիրագը նույնպես օգտվել է Upgrade-ից։ Ընկերությունը նրան ընդունել է մասնավոր Ինտերնացիոնալ ունիվերսիթի համալսարան։ Մագիստրոսական կրթությունը մեծ ներդրում էր նրա ընտանիքի համար։ Նա ստիպված էր վարկ վերցնել մոտ 18,000 եվրոյի չափով, և երբ հասավ Գերմանիա, իրականությունը և իր սպասումները չհամընկան։ Ես պատկերացնում եմ, որ համալսարաններն ավելի լավը կլինեն, քան Հնդկաստանի համալսարանները, բայց զարմացա, երբ տեսա, որ վարձակալած գրասենյակային տարածքները վերածվել են համալսարանի։ Նա հաճախ միայնակ է նստում լսարանում։ Դասերը սովորաբար անցկացվում են առցանց, երբեմն էլ չեղարկվում։ Նաև կցանկանար, որ համալսարանը բազմամշակութային լիներ։ Ես պատկերացնում եմ բազմամշակութային միջավայր, բայց 90%-ը Ասիայից էր, հիմնականում Հնդկաստանից։
Կրթության արժեքը մոտ 25,000 եվրո է, բայց այն չի համապատասխանում գնին։ Այլ մասնավոր համալսարանների հնդիկ ուսանողներն էլ են ասում, որ հիասթափված են կրթության որակից։ Իր հերթին Ինտերնացիոնալ ունիվերսիտետը հայտարարում է, որ որպես հավաստագրված հաստատություն պարբերաբար գնահատում է իր ծրագրի որակը։ Որոշ դասընթացներ, որոնք մասամբ անցկացվում էին հեռավար, այժմ դարձել են լսարանային։ Ինտերնացիոնալ ունիվերսիտետը նաև ասում է, որ աջակցում է միջազգային ուսանողներին եւ պատրաստում է նրանց գերմանական աշխատաշուկայի համար։ Նույնիսկ ուսման ընթացքում Չիրագի հիմնական մտահոգությունը Բեռլինի թանկ կյանքի ծախսերն են։ Շատ ուսանողներ կատարում են ցածր վարձատրվող աշխատանքներ, առաքում, ռեստորաններ կամ պահեստներ։ Սա կարող է հանգեցնել պարտքերի, շահագործման եւ ուժասպառության փակ շրջանի։ Չիրագը աշխատում է որպես առաքիչ Ամազոնի ենթակա կապալառուի համար։ Այսօր նա պետք է առաքի 200 փաթեթ, եթե չշտապի, կարող է կորցնել աշխատանքը։ Մեկ հասցեում երբեմն կարող եմ անցնել 2 րոպե, երբեմն ընդամենը 30 վայրկյան։ Շատ սթրեսային է, պետք է ավարտեմ մինչև 6:30։ Եթե չհասցնեմ, հաջորդ օրը աշխատանք չեմ ստանա։ Չիրագը ասում է, որ օրական ստանում է 100 եվրո, անկախ աշխատանքային ժամերից, այսինքն ստանում է նվազագույն աշխատավարձից քիչ։ Աշխատանքային փորձագետները նշում են, որ սա տարածված պրակտիկա է ոլորտում։ Չիրագի ղեկավարը հետևում է նրա տեղաշարժին։ Կարծում եմ արդեն հետ եմ մնացել 15-20 հասցեով, եւ շուտով նա կզանգի ու կասի. «Դու շատ դանդաղ ես աշխատում, արագացրու»։ Ես ինձ փակուղու մեջ եմ զգում այս աշխատանքի պատճառով, որովհետև ժամանակ չունեմ զարգանալու կամ իմ մասնագիտությամբ աշխատանք գտնելու։ Ժամանակ չի մնում որևէ այլ բան անելու։ Սա այն չէ, ինչ նա պլանավորում էր։ Ամազոնը հայտարարել է, որ վերահսկում է առաքման ոլորտի իր գործընկերներին օրենքին համապատասխան աշխատելու համար։ Մեթյուն նույնպես մեծ սպասումներով էր եկել Գերմանիա։ Ամենամեծ խնդիրներից մեկը, որին բախվեց, բնակարան գտնելն էր։ Շատ ուսանողների նման նա ստիպված էր արագ լուծել այդ հարցը։ Սոցիալական ցանցերում կասկածելի միջնորդները միջազգային ուսանողներին առաջարկում են բնակարաններ ուռճացրած գներով եւ կասկածելի պայմանագրերով։ Նման երկու անձ դեռևս պարկ են Մեթյուին, նրա կանխավճարը եւ մի քանի 100 եվրո։ Սակայն նա կարծում է, որ իր իրավիճակում գտնվող մարդիկ այլ ընտրանք չունեն։ Ես գումարս եմ պահանջում, բայց նա չի պատասխանում։ Ուղարկում եմ ձայնային հաղորդագրություն, ուղարկել եմ տեքստային հաղորդագրություններ եւ հասկացա, որ նա ընդհանրապես մտադրություն չունի վերադարձնելու իմ գումարը, ինչպես այն մյուսը, որը ինձնից վերցրել էր 100 եվրո։ Նա նույնպես չի վերադարձել։ Ես էլ մտածեցի, երևի այստեղ այսպես են վարում գործերը։ Այժմ նա ապրում է ընդհանուր բնակարանում սենյակակից 5 հնդիկի հետ։ Ահա իմ սենյակը։ Նրանք ամսական վճարում են գրեթե 3000 եվրո, 80 քառակուսի մետր բնակարանի համար, ինչը ավելի քան 2 անգամ գերազանցում է Բեռլինի բնակարանների միջին գինը։ Քանի որ լրացուցիչ դարակներ չկան, հագուստս պահում եմ ճամբրուկի մեջ։ Սա իմ գրասեղանն է։ Մենք գերմաներենին այդքան էլ լավ չենք տիրապետում։ Տանտիրոջ հետ ուղիղ կապ գրեթե չունենք, միայն միջնորդի հետ։ Նա պարզապես WhatsApp-ի խմբում հաղորդագրություն է գրում եւ նշում այն գինը վարձի չափը, որ պետք է վճարենք։ Հաճախ օտարերկրացի ուսանողները պատշաճ տեղեկատված չեն իրենց իրավունքների մասին։ Սա Բեռլինի մրցակցային տան շուկայի ֆոնին նրանց դարձնում է խոցելի վարձերի չարաշահման եւ խարդախությունների նկատմամբ։ Ինչպե՞ս եք։ Լավ, մի բան, որ Մեթյուին օգնել է իրեն քիչ թե շատ տանը զգալ Գերմանիայում, իր կես դրույքով աշխատանքն է, տարեցներին օգնելը։ Սա օգնում է նրան ավելի լավ ճանաչել գերմանական մշակույթը եւ բարելավել լեզվի իմացությունը։ Սա գերմաներեն ինչպես է կոչվում։ Սա բաժակ է, իսկ սա ափսետ չէ։ Ճիշտ է, իսկ բաժակը գերմաներենում ու անգլերենում նույնն է։ Այո, նույնն է։ Սա ապակի չէ, ճենապակի է։ Ես ունեմ ավելի քան 150 տարեց, որոնց հետ կարող եմ խոսել։ Նրանք ինձ շատ բան են պատմում Գերմանիայի եւ պատմության մասին։ Եվ ես սիրում եմ նրանց լսել։ Նրանք պատմում են բաներ, որոնք համացանցում չես գտնի։
Այսօրվա այցին Մեթյուին միացել է նաև նրա ղեկավարը Անդրե Այմեն։ Նա արդեն ավարտել է ուսումը եւ ժամանակն է խոսելու ապագայի մասին։ Օտարերկրյա շրջանավարտներն ունեն 18 ամիս մշտական աշխատանք գտնելու համար։ Հակառակ դեպքում պետք է լքեն Գերմանիան։ Սակայն Մեթյուի աշխատանքի հնարավորությունները մեծ են, քանի որ երկրում կա բուժքույրերի եւ սոցիալական խնամքի աշխատողների պակաս։ Մենք շնորհակալ ենք մեր հնդիկ աշխատակիցներին, որ կատարում են այս աշխատանքը մեզ համար։ Անկեղծ ասած, ես չէի կարողանա ուրիշ որևէ մեկին գտնել։ Չիրագի ուսանողական կյանքը նույնպես ավարտվել է։ Գերմանիայում 2 տարի սովորելուց հետո նա ավարտում է ուսումը։ Սա հնարավորություն է հետ նայելու եւ գնահատելու ձեռքբերումները։ Ես հպարտ եմ ինձնով, շատ բարձր գնահատականներ չեմ ստացել, բայց հաղթահարել եմ բոլոր առարկաները։ Հարյուրավոր դիմումներից հետո Չիրագը աշխատանք է գտել հագուստի խանութում։ Նա դեռ հեռու է իր նպատակներից, բայց կարելի է թեթևացած շունչ քաշել երկար անորոշումներից հետո։ Վերջին 2 տարում շատ եմ զարգացել, եւ իմ երազանքի աշխատանքը իմ կրթության եւ փորձի ոլորտում է։ Ես այստեղ կանգնած չեմ մնալու։ Ամեն առավոտ արթնանում եմ ավելի պայծառ ապագայի հույսով։ Մեթյուն եւ Չիրագը կարողացել են իրենց ճանապարհը գտնել որպես օտարերկրյա ուսանողներ, սակայն նրանց փորձը ցույց է տալիս, որ Գերմանիայում ուսումը միշտ չէ, որ երազանքի ճանապարհ է։ Ուսման բարձր վարձերը, պարտքերը, բնակարանի կարիքը, անկայուն աշխատանքները, այս ամենը կարող են վերածվել փակ շրջանի, որտեղ ուրիշներն են շահում, իսկ ուսանողները մնում են հետ։ Նրանք ցանկանում են նախազգուշացնել բոլորին, ովքեր պատրաստվում են նույն քայլը կատարել, որպեսզի իմանան իրենց ինչ է սպասվում։ Եթե պատրաստվում եք գալ Գերմանիա, մի կարծեք, թե հեշտ է լինելու։ Պետք է մի ամբողջ տարի իսկապես պայքարեք հաստատվելու եւ մշակույթին ինտեգրվելու համար։ Փորձեք աշխատանք գտնել ձեր մասնագիտությամբ եւ մի ընկեք պատահական աշխատանքների շրջապտույտի մեջ, որտեղ ձեզ շահագործում են։ Փորձեք ավելի շատ սովորել Գերմանիայի եւ ընդհանուր եվրոպական մշակույթի մասին, բայց մի մտածեք, որ միայն մագիստրոսի աստիճանը կամ փորձը բավարար է, որպեսզի ձեզ անմիջապես աշխատանքի ընդունեն։ Այդպես չէ։ Մեթյուն եւ Չիրագը չեն զղջում Գերմանիայում սովորելու իրենց որոշման համար։ Նրանք հույս ունեն, որ իրենց փորձը կօգնի մյուսներին։ Ես վստահ եմ, որ լավ հնարավորությունները դեռ առջևում են։